Մենք ուզում ենք ասել բոլոր աշխարհի սոված մարդիկ թող գան այստեղ, որովհետև Անուշը, մեր գործընկեր, հենց հիմա մեզ համար մի շատ համեղ բան կպատրաստի։ Բարի լույս, Անուշ։ Բարի լույս, սիրելի գործընկերներ։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստելու ենք սագախոտով, այսինքն քինոայով, աղցան, որը որ շատ արագ, հեշտ պատրաստվելու է եւ մոտենում են տոնական օրերը, շատ հանգիստ կարելի է այս աղցանը պատրաստել եւ հյուրերին հիացնել։ Եվ այսպես խաշված, մի փոքր աղով խաշված սագախոտը ավելացնենք մեր աղցանի ափսեի մեջ, որպեսզի խառնենք տարբեր թանձրուկներով։ Եվ սկսենք կտրել, մեզ անհրաժեշտ է ավոկադո, վարունգ, ծովախեցգետին եւ կարող է լինել տարբեր տեսակի ռուկոլա, կարող է լինել հազարի տերև, ով ինչ կցանկանա, միքս կանաչի կարելի է ավելացնել։ Ես հիմա հազարի տերևներ եմ ընտրել։ Ինչպես միշտ, գեղեցիկ, համեղ, օգտակար Անուշի կողմից։ Այո, իդեպ սագախոտը շատ օգտակար է։ Դուք օրինակ սիրում եք սագախոտով աղցաններ։ Ես այո, բայց պետք է ասեմ, որ ես մի քանի տարի առաջ չէի սիրում, բայց ես նոր եմ սկսել սիրել։ Երևի թե համեղ պատրաստված փորձել ես եւ քեզ դուր է եկել։ Բայց նա մի կարևոր բան պետք է նկատել, որ բոլորիս հայտնի բլղուրին եկել փոխարինել է շատ դեպքերում սագախոտը։ Այո։ Աղցաններում հատկապես, որովհետև մասնագետներն են, սննդաբաններն էլ ասում են, որ եւ մարսողության համար է ավելի դյուրին եւ նաեւ բոլոր առումներով գեղեցիկ է նաեւ աղցանի մեջ։ Շատ մեծ քանակությամբ վիտամին է պարունակում, օմեգա 3, որը ոչ բոլոր մթերքների մեջ կա, եւ ամինաթթուներ բոլոր տեսակի շատ օգտակար են ընդհանրապես։ Շատ լավ է, որ մարդիկ ուղղակի տնե, ոչ միայն ռեստորաններում, արդեն տներում են շատ հաճախ պատրաստում։ Իդեպ ուղղակի նախաճաշի համար հիանալի տարբերակ է։ Սագախոտը հավկիթով, պարզապես, որևէ ձվածեղ, թե պաշոտ ձևով պատրաստված հավկիթը կարելի է պատրաստել եւ օգտակար նախաճաշով սնվել, նոր տանից դուրս գալ։ Ես անհամբերությամբ սպասում, թե երբ է Հայկը մեկնաբանելու գեղագիտական մի անուն է որոշելու այս աղցանի համար։ Դե որովհետև խոհանոցային աշխարհին պետք չէ նայել այսպես ուղիղ եւ ռեալ, մի քիչ գեղարվեստական մոտեցումներ միշտ պետք է տա ցանկացած քայլին, որ արվում է խոհանոցում։ Եվ ես նաև միշտ հիացել եմ այն հմտությունների վրա, որ արդեն տարիներ շարունակ ձեռք է բերել Անուշը, տես ինչ լայվ խաղերում ենք մենք տեսնում այն արագ ավոկադոյի առանձնացման պարը, կտրատումը։ Դե ավոկադոն, երբ որ եթե իհարկե հասած էլ ճիշտ ավոկադո եք ընտրել, ապա գթալով շատ հեշտությամբ դուրս է գալիս։ Բայց կա մի տարբերակ, որով դու կարող ես հասկանալ, որ ճիշտ ավոկադո ես ընտրել։ Այո։ Ավոկադոն պոչի հատվածում պետք է չէ՞ լինի սև, եթե լինում է այդ վերևի հատվածը։ Դե իրականում որքան թարմ է այս պոչիկը, այդքան թարմ է ավոկադոն, բայց երբ որ ընտրում ենք, այդ տեսեք մի փոքր այսպես մատնահետքի տեղը մնում է։ Դա նշանակում է, որ ավոկադոն մի քիչ փափուկ է։ Երբ որ պինդ է, որքան է սեղմում եք, շատ պինդ եք, դա ընդհանրապես չեք կարողանա համեղ աղցան պատրաստել, հատկապես եթե ուզում եք հարեք, ավելի մանրացնեք, հաստատ հնարավոր չի լինի։ Դրա համար կամ պետք է տանը թողնել ուղղակի մի քիչ մնա սենյակային ջերմաստիճանում, մի քանի օր, կամ ուղղակի պետք է նախապես ընտրել լավ փափուկ ավոկադո։ Հիմա կտրենք խորանարդաձև։ Եվ հետո վարունգն է կկտրենք, ավելացնենք ու ծովախեցգետինը կդնենք մեր աղցանի վրա։ Իսկ այդ կարմիրը ինչ թանձրուկ է, Անուշ, ինչ է դա։ Sweet chili, քաղցր կծու պղպեղ մենք օգտագործենք, որը շատ յուրօրինակ համ կտա մեր աղցանին։ Ընդհանրապես այս թանձրուկը փրկում է տարբեր իրավիճակներում եւ հետաքրքիր է, երբ աղցանի վրա։ Ես անկեղծ շատ եմ սիրում այս թանձրուկը եւ հաճախ եմ օգտագործում աղցանների մեջ։ Անուշ, մի ամբողջ տարի դու առաջարկում ես հետաքրքիր բաղադրատոմս, ու կարծես դրանք քեզ համար նորություններ չեն, որովհետև ամեն օր հետևում ես եւ փորձում ես գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր մեզ համար, բայց ամեն դեպքում մի քանի օր ընդամենը եւ ամփոփելու ենք 2025 թվականը, կա որոշակի ուղղվածություն աղցանների մեջ կամ առհասարակ բաղադրատոմսերի մեջ, որով փորձելու ես ներկայանալ ամանորին, ոչ միայն եթերում, այլ նաեւ ինչու ոչ տանը օրինակ։
Այո, իհարկե։ Շատ աղցաններ կան, որ ամանորին նախ առաջին հերթին պատրաստում եմ երեխաներիս սիրած աղցանները եւ առհասարակ աղցաններ շատ եմ պատրաստում, անկեղծ ասած, մի 7 տեսակի, 6 տեսակի ամենակիչը ես պատրաստում եմ, որովհետեւ մեր տուն եկող հյուրերը գիտեն, որ ես շատ սիրում եմ աղցաններ պատրաստել եւ գալիս են այդ աղցաններ ուտելու ախորժակով։ Իսկ այդ աղցանների թվում կան աղցաններ, որ գրեթե հայտնի են բոլորին, որ անխուսափելի է պարզապես ինչ որ մեկի տանը չգտնել այդ աղցանը։ Հիմնականում տարբերվում են։ Հիմնականում այնպիսի աղցաններ են, որ շատ քիչ տեղերում գտնեք։ Փորձում եմ ու ամեն անգամ ամեն տարի ավելացնում եմ 1-2-ը, որպեսզի նորություն լինի։ Այսպես հաճախակի փոխում եմ։ Երբ երեխաներս փոքր էին, շատ սիրում էին կեսար աղցանը, բայց հիմա մենք փոխարինել եմ ես օրինակ, կեսարի նման մեկ այլ աղցան եմ պատրաստում, շատ են սիրում, իդեպ ուրբաթ օրը կարող եմ պատրաստել տաղավարում եւ մեր հեռուստադիտողների հետ կիսվել այդ բաղադրատոմսով։ Հիանալի։ Իսկ դա քո տարբերակն է։ Ես փոփոխել եմ, այո, եւ արդեն քանի տարի է, երևի թե մի 7 տարի է դա իմ երեխաների սիրած աղցանն է եւ շատ հաճախ եմ պատրաստում։ Ահա, ավոկադոն 2 հատ ավելացրեցինք։ Հիմա նաեւ վարունգը կմաքրենք։ Եվ կավելացնենք վարունգը, կխառնենք թանձրուկով եւ վերջ։ Եվ իհարկե այստեղ քունջութ եմ ավելացնելու, որովհետև որևէ ընկուզեղեն կամ սերմ անպայման աղցաններին գիտենք, որ պետք է ավելացնել։ Եվ օգտակարության համար եւ իհարկե համի համար։ Հետաքրքիր են նաև խոհանոցային ավանդույթները։ Այ օրինակ դու որպես խոհանոցին շատ մոտ կանգնած մարդ, սիրելի Միկա, ունես օրինակ ամսվա մեջ ավանդույթ կամ շաբաթվա մեջ, չգիտեմ, կամ առհասարակ տարվա կտրվածքով ինչ-որ մի օր, որը անխուսափելի է, որը այսպես չգրված օրենքի պես է, եւ այդ օրը հստակ դու պատրաստում ես այդ տաքուտեստը կամ չգիտեմ, աղցանը, ավանդույթներ ձևավորված կան։ Հստակ օր կա, հստակ օրեր կան, հիմնականում այդ օրերն են 365-ը, ըստ տարվա կտրվածքով։ Տարվա բոլոր օրերը։ Այո։ Չէ, եթե ճիշտ ու անկեղծ խոսենք, երևի թե շաբաթը 3 անգամ ես մտնում եմ խոհանոցային տիրույթ ու փորձում եմ ստեղծագործել։ Բայց տարբեր են նախասիրությունները։ Անուշ, իսկ դու ունես նման օրեր քո կյանքում, թե կրկին ամեն օրն է ձևավորվում եւ դառնում ավանդույթ։ Գրեթե։ Իրականում ամեն օր գնում ես տուն, արագ պատրաստում ես։ Ուրեմն ես պետք է շատ անկեղծանամ, հունվարի 26-ը, չգիտեմ ինչ դիպվածով եւ ինչպես, բայց իմ կյանքում արդեն մի քանի տարի շարունակ հունվարի 26-ին Ասել է տոլմայի օր քեզ համար։ Չէ, ես կանգնում եմ իհարկե կրակի կողքին, բացօթյա, կողքից ձյուն եւ այլն եւ պատրաստում եմ մեր ավանդական խորովածը։ Բայց չգիտեմ ինչպես է լինում հունվարի 26-ին։ Հունվարի 26-ին հիշենք բոլորս, հունվարի 26-ին Չգիտեմ ինչ դիպվածով, չեմ էլ հստակ որոշել, որ հենց այդ օրը, բայց արի ուտես, որ այդ օրը հարմար օրեր են լինում, զբաղվածության առումով նաև, տրամադրության առումով նաև եւ այդպես։ Իսկ Անուշը մեզ թողասի ուր հասավ եւ ինչ ենք անում, որ փուլում ենք։ Մենք գրեթե ավարտում ենք։ Հիմա պետք է խառնենք թանձրուկը, քաղցր թանձրուկը եւ մի փոքր կծու։ եղավ կծու քաղցր թանձրուկ։ Կծու քաղցր, այո։ Մի փոքր աղ կավելացնենք եւ սև պղպեղ։ Քինոային, սագախոտին արդեն ավելացրել եմ աղ։ Իշխես հաճելի է, երբ ամեն անգամ Անուշին տեսնում ենք շատ լավ տրամադրությամբ սկսում է իր աշխատանքը մեզ հետ միասին, խոհանոցում պատրաստում է որևէ աղցան կամ նախուտեստ, իսկ պատրաստման համար շատ կարևոր է նաև այդ պահի հոգեվիճակը, տրամադրությունը։ Եղել է մի պահ, որ փորձել ես, որոշել ես, որ պիտի սկսես պատրաստելը, բայց որ անկում է տրամադրության էներգիա եւ ասել ես լավ չէ, հիմա չեմ պատրաստ։ Չէ, չի եղել։
Չի Եթե եղել խոհանոցում այդպես։ ես, Եթե ես արդեն անցել եմ գործի, ուրեմն ոչինչ, ոչ մի բան, փոթորիկ լինի, ինչ ուզում ալին, ինչ չի խանգարելու։ Իսկապես այդպես է, երբ խոհանոցը սիրում ես, հաստատ ընդհանրապես յուրաքանչյուր բան, երբ սիրով ես անում, հաստատ ոչինչ չի խանգարել։ տրամադրությունը բարձրանում էիք Նույնը այստեղ է։ Հիմա մի լավ խառնենք, որպեսզի թանձրուկը խառնվի բոլոր մթերքների հետ։ Այ ինչ անուն կտաս Հայկ այս աղցանին։ Մեր հավատարիմ հեռուստադիտողները երեք կհիշեն երեկվա եթերի ժամանակ, որ դու Անուշի պատրաստած աղցանին անվանեցիր գեղեցիկ կին, հա, ինչքանով որ հիշում եմ։ Մոտավորապես խորագիրը ամենայն դեպս այդպեսին էր։ Ամեն դեպքում մի քանի վայրկյան թույլ տուր մտածեմ, բայց այո, իհարկե։ աղցանի էներգիան շունչը մի տեսակ ամառային է։ Այո։ Իր թեթևությամբ, գույներով, բաղադրիչներով հիմա կմտածենք։ Եվ օրինակ տոնական օրերին, նույն ամանորին էլ ես նմանատիպ աղցաններ եմ շատ պատրաստում, որ ավելի թեթև լինի եւ դա մեր հյուրերը միշտ գնահատում են։ Մի փոքր քունջուտ ավելացնենք եւ սև եւ սպիտակ։ Եվ պատրաստ է մատուցման։ Իհարկե մենք այստեղ կարող ենք արդեն տոնական մենք այսպես ուղակի կմատուցենք, բայց տոնական օրերին կարելի է գեղեցիկ ձևամաններով, օրինակ կլոր ձևամանով կարելի է գեղեցիկ մատուցել։ Արդեն ով ինչպես կցանկանա։ Կանաչ աղցան ստացանք։ Հրաշքները միշտ գործում Անուշը մեր տաղավարում, սիրելի հեռուստադիտողներ։ Ընդամենը սագախոտ, վարունգ, ավոկադո եւ այստեղ նույնիսկ այսպես կարելի է համտեսել, արդեն համեղ կարող է լինել, բայց եթե ուզում եք ավելի այսպես տոնական շունչ հաղորդեք, կարող եք ուղակի ավելացնել նաեւ ծովախեցգետին։ Կարող եք տապակած կամ խաշված Պետք է նաև նշենք, որ այո, որոշակի եփվածության աստիճան ունի, չէ՞, ծովախեցգետին արդեն։ Այո, այստեղ Եվ եփված համեմված պատրաստ է, բայց կարող եք ուղակի տապակել արդեն ըստ ցանկության եւ ժամանակի։ Այս տարբերակը միշտ փրկում է, երբ ժամանակ չունենք, որովհետեւ այդ դեպքում արդեն նույնիսկ դրա վրա 1-2 րոպենը չես ծախսի, ուղակի կբացես տուփը եւ կմատուցես։ Դե ինչ, կարծում եմ հավանեցիք մեր աղցանը, Անուշ լինի։ Մի քանի րոպե եւ սնվում ենք համեղ, օգտակար եւ ստանում ենք լավ էներգիա։ Շնորհակալություն Անուշ։ Շնորհակալ ենք Անուշ։ Անուշ լինի, համեցեք։ Վայելենք երաժշտական տրամադրությունը, վերադառնանք եւ շարունակենք, գնանք փորձենք իրեն։ Գնացինք մենք։